Ողջույն հարգելի վարորդներ, ուրեմն մի փոքր ամփոփենք եւ մի փոքր ծանուցենք այն, ինչ կատարվեց եւ կատարվելու է։ Մարտի 11-ին կայացավ սկսենք 0-ից նախաձեռնության, ուրեմն ֆորմատով համախմբման հավաքը, որը քաչ տեղյակ եք, որ ամեն ամսվա 11-ին եւ 22-ին ժամը 15:00-ից մինչեւ 17:00։ Հետևաբար գալիք ուրեմն մարտի 22-ն է, որը պետք է հավաքվենք եւս, եւ ուզում եմ նշել, որ մարտի 22-ը ոչ թե ուրեմն պատաբման պուղակի համընկել է մեր հավաքի օրը, այդ տոնը, այլ մենք ի սկզբանե հաշվի ենք առել մարտի 22 թիվը եւ սկսեցինք համախմբման հավաքի ֆորմատը, որ այդ օրը լինի այդ տոնին, տաքսի վարողների միջազգային տոնին, մարտի 22-ին լինի մեր համախմբման հավաքը։ Դա թվով 9-րդն է լինելու եւ կոչ եմ անում բոլորիդ, ուրեմն մեկ մարդու նման այդ օրը լինել դար 21 հեռուստաընկերության մոտ։ Եվ մի փոքր ներկայացնեմ ծանոթություն, թե ոնց է ուրեմն սկսվել այդ տոնը, ոնց է տոնը ստեղծվել։ Ուրեմն ողջ աշխարհի տաքսիստները մայիսի 22-ին նշում են իրենց մասնագիտական տոնը։ Տաքսիստի միջազգային օրը 1907-ի հենց այդ օրը Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով մեքենաներ։ Ուրեմն լոնդոնցի փոխադրողները հաշվիչը անվանեցին տաքսիմետր, ֆրանսերեն տաքս բառից, որը նշանակում է վճար, եւ հուներեն մետրոն, ուրեմն բառից, որը նշանակում է չափիչ։ Այդ ժամանակից ի վեր անհատական քաղաքային ուրեմն տրանսպորտը կոչվեց տաքսի, իսկ վարորդները տաքսիստ։ Ինչևից է, հարգելի վարորդներ, ես ուզում եմ ձեզ մի հարցի շուրջ ուրեմն ծանոթել։ Այսօր սկսենք 0-ից նախաձեռնությունը, դիմել է քաղաքապետարան, վերցնելու թույլտվություն մարտի 22-ին ավտոերթ իրականացնելու մասով։ Ուրեմն այսօր դիմել ենք, պատասխանը ստանալու ենք հաջորդ շաբաթվա սկիզբ։ Երբ պատասխանը ստանանք, լրացուցիչ ուրեմն հանդես կգամ հայտարարությամբ, լրացուցիչ, քանի մեքենա, ինչ ոնց եւ որտեղ։ Այնպես որ այդ օրը նկատի ունեցեք, որ այդ տոնին չաշխատեք, որովհետեւ տաքսի վարողը ամեն տոնին պարտադիր պետք է աշխատի, որովհետև տոներին, ինչպես գիտեք, լավ գործ է լինում եւ վարորդներին է լավ եւ հաճախորդներին, որ իրենց տեղափոխում են, մի խոսքով մենք չենք կարող տոներին մնանք տունը, որովհետև այդ օրերն է գործը։ Իսկ այս տոնը, որը վերաբերվում է հենց տաքսի վարողներին, ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր վարորդներին այդ օրը ուրեմն գործի դուրս չգալ։ Այդ օրը պետք է լինի ձերը, անկախ նրանից, թե ճակատագիրը ձեզ ուր է բերել, միգուցե ժամանակին նշել եք ձեն ստրայիցելը։ Մի խոսքով, կամ չգիտեմ, մեկը ոստիկանի օրանշ է, մեկը բժիշկի օրանշ է։ Հիմա փաստացի, երբ դուք արդեն վարում եք տաքսի, դուք պետք է ուրեմն չասեմ թասիբ ունենաք, նշեք այդ օրը ուրեմն տանը, այլ մարդկա կարող է շատ նեղնա, օրինակ արենդատորները, արենդով վարող ուրեմն տաքսիստները, չեմ կարող ասեմ մնացեք տունը, բայց մնացած բոլորին կոչ եմ անում այդ օրը ուրեմն վերցրեք ձեզ։ Այդ օրը դրսում տոն չկա, որ դուք լավ գումարներ աշխատեք։ Հուսով եմ հասկացաք իմ ուրեմն կոչը,
Էլի հանդես կգամ հայտարարությամբ։ Լավ մնացեք, առողջ եղեք, մինչ հանդիպում։